Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին գոլը խփեց Պրահայում, բայց պարտվեց 1-2 հաշվով։ Չեխերի դեմ ընկերական խաղի 14-րդ րոպեին մեր ընտրանուց հաշիվը բացեց հունգարական Ֆերենցվարոշի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հայաստանի հավաքականը գոլեր բաց թողեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում եւ 78-րդ րոպեին։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պարտության պատասխանատվությունը վերցրեց իր վրա, նշելով, որ ինքը այն մարզիչներից չէ, որոնք արդարացումներ են փնտրում։ Позитивно единственное одно. Ребята стараются. Այս երկու խաղերում դրականն այն է, որ ֆուտբոլիստները լսում են ինձ եւ ամբողջ մարզչական շտաբին։ Մարզումների ժամանակ կատարում են առաջադրանքները։ Բացասականն արդյունքն է։ Եթե արդյունքը бացասական է, արդեն վատ է։ Ուկրաինացի մասնագետը խոսեց նաեւ աջ եզրում Էդգար Սևիկյանի եւ Դավիթ Դավիդյանի համագործակցության մասին։ Я доволен Давидяном, как парень сыграл, вышел, сыграл, не боялся. Գոհ եմ Դավիդյանի եւ Սևիկյանի խաղից։ Դավիդյանը խաղաց առանց վախենալու, որևէ դժգոհություն չունեմ։ Սևիկյանին էլ շնորհավորեցի հավաքականում առաջին գոլը խփելու կապակցությամբ։ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին, հյուրընկալվելով Սլովենիայի ընտրանուն։ 3 օր անց էլ Պետրակովի թիմը կընդունի Ղազախստանի հավաքականին։ Երկու խաղերն էլ ընկերական կլինեն։ Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականն էլ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Եվրո 2024-ի անցումային փլեյոֆի եզրափակիչում վրացիները Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել են Հունաստանի հավաքականին։ Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվել են գոլազուրկ ոչ ոքի։ Վրաստանի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է 4-2 հաշվով։ Եվրո 2024-ի վերջին երկու ուղեգրերն էլ նվաճել են Ուկրաինայի եւ Լեհաստանի ազգային հավաքականները։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։